Համար, հա հարց ու պատասխանի ֆորմատով կտանք, ելույթների համար գրանցում։ Մեսրոպ Մանուկյան։ Կֆիքսենք Տիկին Վարդանյան։ Սիրելի երևանցիներ, խնդրում եմ ժամանակը վերականգնել, էլի։ Սկսեմ։ Ուրեմն, սիրելի երևանցիներ, Երևան քաղաքի բյուջեն եղել է շուրջ 400 միլիոն դոլար։ Ես մի քանի կետերի եմ ուզում անդրադարձ կատարել, սիրելի երևանցիներ, որ նախ ձեր գույքահարկը դուք արդեն դարձել եք 23 միլիարդ դրամ, ձեր ավտոմեքենաների փոխադրման միջոցների եւ անշարժ գույքի գույքահարկը միասին կազմել է 37 միլիարդ, 33-ի փոխարեն, դրա փոխարեն նվազագույնը ասֆալտապատումը եղել է ողբալի վիճակի մեջ, ուղղակի։ Այս մարդիկ անցյալ տարվա այս բյուջեի մեջ գրել են հաղթանակի 40-ամյակի այգին հորի վերաբացման եւ հորատային կառուցվածքի աշխատանքներ։ Այդ շատրվաններում մի դույլ վեդրո, մի դույլ ջուր չի լցվել առ այսօր, չգիտեմ ինչ են արել այս մարդիկ։ Ասֆալտապատման բյուջեն եղել է 4 միլիարդ դրամ, ողջունում եմ ձեզ։ Իրանք պլանավորել են Իսակով Արշակունյացը 5.4 միլիարդ ծախսեն, ծախսել են 1.2 միլիարդ ու խոսում են արդյունավետ կառավարումից։ Գծանշումները 623 միլիոն դրամ, ժողովուրդ։ Այսինքն հիշում եք, չէ, որ 18 թվականի ապրիլին փողոցը ասֆալտապատած էր, գծանշումներն արած էր, ձեզանից ոմանք էլ այդ ասֆալտների վրա պարկած էին։ Հանեք ձեր նկարները, տեսեք 18 թվականի, բայց այս քաղաքային իշխանության օրոք հենց ձեր քթի տակը, ստեղից որ իջնում եք, քաղաքապետարանի ուղիղ դիմաց, էլ մի հատ տեսեք ձեր գծանշումն ինչ ձևի էր։ Հետո այն գծանշումները, որ տարիներով պիտի չմաքրվեր, չանցներ։ Մարդիկ ելում են ավտո քշելու, չգիտեն, աշ գնան, ձախ գնան, ինչ անեն, ոնց անեն։ Այդ որ խոսում էին հաջորդը թաղապետերի գրեֆը կազմել է 995 միլիոն դրամ հրատապ խնդիրների լուծման համար։ Ամեն օր տարբեր քաղաքացիներ խոսում եւ բողոքում են, որ հրատապ հարցերով դիմում են վարչական շրջանի ղեկավարներին ու իրենց հարցերը մնում անպատասխան։ Տրանսպորտի համակարգի արդիականացման համար որոշել են ծախսեն 2.2 միլիարդ, այսինքն բազմապատկեք տեսեք ինչա, բայց այս մարդիկ 1.4 միլիարդը չեն ծախսել, եթե ճիշտ եմ ստեղ հիշում։ Դրա փոխարեն իրանք ինչ կարային անեն, բոլորս կարող ենք դա գնահատել։ Աջափնյակի մետրոյին 765 միլիոն են տվել։ Տվել են քրեական գործն էլ հարուցվել է, պարզվում է այդ նախագծային աշխատանքները, որ պետք է ասեին ինչքան արմատուր պետիլներ, ինչքան բետոն պետիլներ, ինչքան մյուսը պետիլներ, ոչ մի բան չի տվել այդ ընկերությունը։ Փողն ինչի համար են տվել, երևի բան, մի հատ փորձենք AI-ին տայինք, ասենք մի հատ դու հավաքի, ավելի սիրուն բան հավաքեր կտար։ Բեգոյանը ստեղ չի որ ասեմ, 4.8 միլիարդ դրամ կանաչ տարածքներ հիմնել եւ պահպանել, 13 միլիոն դոլար։ Հիշում եք, չէ՞ որ 10 միլիոն ծառ եք խոս տվեց ընկելու, եւ դա խոսքա տվեց ձեր քաղաքական ղեկավարը։ Ընդամենը տնկել եք 5044 հատ ծառ։ Դրա տեղը տնկել եք, չգիտեմ, 3-400 000 թուփ ու ծաղիկ։ Այնպես բան են գրում, որ անհաշվելի։ Ձմեռն եկել է, չկա ծառն ու թուփը, բանը, ծաղիկն ու թուփը, ուր է։ Ուր է, չկա։ Բայց փաստը մնում է փաստ, որ այս մարդիկ ժողովուրդ 13 միլիոն դոլար փող են ծախսել։ Երևան լճի բարեկարգում ձորի պահպանում։ Մի հատ Հրազդան ձորը իջեք, տեսեք ինչ վիճակի է։ Ամեն օր անցնում եք։ Ողբալի վիճակ, 1.7 միլիարդ դրամ, ժողովուրդ, հասկանում եք, ծախսել են այս մարդիկ։ Ու հետո խոսում են ծախսերի արդյունավետությունից, մնացածից են իրանք խոսում։
Այն զարգացման ծրագիրը, որ գրել բերել էին, մի անգամ եւս պետք է անդրադառնամ, գրել եք 64% ասֆալտապատման հարցով քաղաքացիները գոհ են։ Լուրջ եք ասում դուք։ Զարգացման ծրագիրը ծրագիր չէր հաստատելու մասին, այսինքն կատարած աշխատանքի արդյունքը պետք է հաստատես դու։ Այնտեղ ոչ մի բան գրած չի։ Խոսում են մանկապարտեզներից վերջի 3 տարին բերել եմ թվերով 12 մանկապարտեզը կրկնվող է։ Նույն մանկապարտեզն ամեն տարի նույն սազն առնում գալիս է երգում են։ Այս մանկապարտեզները սարքում ենք։ Հա գոնե թվերը փոխեք։ Այդ նորմալ է դա։ Էս չի ձեր կառավարման արդյունավետությունը։ Էս չի, մի դու խոսած եք, եկեք դուրս գանք Երևանի փողոցներով, քայլենք ու հարցնենք։ Գնում ենք ռոբոտների գործարանը, բնակիչների պայմանները, այդ որ կա, տեսնեք ինչ ծանր պայմաններում են ապրում։ Հաղթանակ գյուղի բնակիչները այդ շրջանի, տես ասում որ պատկերացնեք, հարավ արևմտյան ամեկ թաղամասի հետևի մասը։ Լավ է, հրատապ խնդիրներից բերեք մի քիչ այդ մարդկանց փոխհատկացնեիք։ Գոյուղին հելնում գնում է Օհանով Անդրանիկ Խաշմերուկը, պարոն Գարջան, ձեր տան, մեր տան այդ Խաշմերուկը, ոնց ելնի տեսել եք, ձեր բախտը բերել է, որ Գոյուղին հելնում է կանալիզացիան, կողքը մի հատ հեղատավ կա, ելում լսում է դրա մեջ։ Էս է ձեր պատկերը, մի նեղացեք։ Ու այս բյուջեն որ կա, ուղղակի խայտառակություն է։ Միքայել Խաչատրյան